Հայկական ժամանակ օրաթերթի թողարկման պատասխանատու լրագրող Հայկ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ամբողջությամբ բացահայտվի իր գործի մանրամասներ եւ անհրաժեշտության դեպքում կգնա մինչեւ Մարդու իրավունքներ Եվրոպական դատարան։ Շնորհակալություն հայտնելով նախ իր գործընկերներին եւ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր չեն հավատացել, որ ինքն ընդունակ է մարդուն վրայերթի ենթարկել եւ փախչել, Գևորգյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ իր վրայերթ կատարելու վերաբերյալ մեղադրանքը սարկած գործ էր, իրեն զգուշացնելու, վախեցնելու կամ նման ակնարկ անելու նպատակով։ Ես չգիտեմ, զգուշացնում էին, վախեցնում էին, ինչ-որ ակնարկներ էին անում։ Ես իրոք չեմ հասկանում, որովհետև այդ դրա մեջ որևէ տրամաբանություն փնտրել եմ ու չեմ գտել ու եկել եմ այն համոզման, որ մենք գործ ունենք ուղղակի բաների, մանյակների հետ, բայց որ դա պայմանավորված է իմ գործունեությամբ, այդտեղ ես վարկյան անգամ չեմ կասկածում, դա միայն այսպես վերլուծությունների արդյունք չի, դա նաև բազմապիսի ինֆորմացիաներ են, որ ունենք մենք։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայկին մեղադրում է վրայերթ կատարելու եւ ենթադրյալ տուժածին դեպքի վայրում թողնելու եւ հեռանալու մեջ։ Երրորդյա կալանքից հետո Հայկն ազատվել է 3 եւ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը։ Ներկայացնելով պատահածը Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ իր մեքենայի եւ ներկայացած տուժողի միջև որևէ հպում չի եղել։ Դեպքը եղել է հունվարի 13-ին, մոտավորապես ժամը 18-ին կամ 17:30-18-ին ես պայմանավորվեցի էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնի պետի հետ, որ փոքրիկ շատ կարճ հարցազրույց անեմ էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ։ Հարցազրույցից հետո հարցազրույցը տեղի ունեցավ, ես դուրս եկա, մեքենան կանգնած էր էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց մի քիչ վերև դեպի կինո Երևանի կողմ ու էկոնոմիկայի նախարարության մայթին քթով դեպի պատը։ Ես նստեցի մեքենան, փորձեցի ետ ընթացով դուրս գալ։ Ուզում էի դուրս գալ, տեսնեմ հետևը մեկը կանգնած է։ Ես մտածեցի, թե այդ կանգառներին, որ փող են հավաքում, ստայանշիկ են ասում, ես մտածեցի ինքն է։ 100 դրամանոցը պահեցի ձեռքով, որ մոտենա վերցնի։ Չեկավ։ Հայկ Գևորգյանն նաև նշեց, որ տուժողին զգուշացնելու համար ինքը մի քանի անգամ մեքենան հետո առաջ է քշել եւ տեսնելով, որ չի շարժվում, ձայնային ազդանշան է տվել։ Ինքը իբր թե նոր տեսավ, որ այդ մեքենան շարժվում է ու գնաց մի կողմ։ Ես իրան նայելով, որ հաստատ համոզվեմ, որ ինքը կողքի մեքենայի ետևում է կանգնած։ Սկսեցի կամած հետ գնալ։ Դե բնականաբար պիտի նայեմ տեսնեմ աջ կողմից մեքենա գալիս է թե չէ։ Էլի շատ դանդաղ նայեցի այդ կողմ ու sense պտտվեցի, որ նորից իրան նայեմ ու նորից հետամ, հենց այդ պահին գոռաց վախ ու կանգնածը մյուս մեքենայի հետևում, ասում եք մեքենային մոտիկ չի կանգնած։ Իջա ու իր նկարագրածով ուրիշ բառ եմ ասել, բայց ես զուտ հայերեն եմ խոսել, ասել եմ, որ ոստիկանություն կկանչեմ, այդ իմ բառից հետո բնականաբար շատ կոպիտ ձևով ասել եմ, որ ոստիկանություն կկանչեմ, ինքը ձեն չանեց, ես մտածեցի, որ իր այդ պլանավորածը տեղի չունեցավ, ձեն չանեց, ես թողեցի գնացի, այդքան բան։ Լրագրողը վստահեցրեց, որ մինչև վերջ հետամուտ է լինելու, որպեսզի իր գլխին սարքած գործը ամբողջությամբ բացահայտվի, թե ինչքան կտևի 1 տարի, 2 տարի, թե 1 ամիս, դա կապ չունի։ Սակայն նա հայտարարեց, որ գործը կհասցնի մինչև Եվրոպական դատարան, միայն թե բացահայտվի եւ իր բարի համբավի վրա որևէ բիծ չմնա։ Եթե իր տարբերակում լրագրողների աղմուկը օգնեց ստորագրությամբ ազատ արձակել, ապա նման դեպքերից ապահովված չեն մյուս քաղաքացիները։ Պատասխանելով Սլաքեյի այս հարցին, Հայկ Գևորգյանն ասաց. Բոլոր դեպքերում եկեք փորձենք ուշադիր լինել, որովհետև մենք ճիշտ է, մենք մեր աշխատանքի բերումով մենք մի քիչ ավելի շատ ենք վտանգված, քան ուրիշները, ասենք մեր գլխին գործեր սարքելու բան ավելի շատ ունեն իրանք շահագրգռվածություն, բայց մենք մի քիչ ավելի շատ ենք պաշտպանված, իսկ հասարակ քաղաքացուն ուղղակի կուտեն, կհոշոտեն, չգիտեմ, մի քանի րոպեի մեջ, էլի։ Ուղղակի չգիտեմ ես ինչ ասեմ, եկեք փորձենք բոլորին պաշտպանել, էլի։ Անի Մարկոսյան, Աշոտ Մնոյան, Սլաքեյ։